Երևի կինոդարանից սկսենք։ Սկսենք իր համարձակությունից, որ դուք որոշեցիք, որ կարանք Հայաստանում սթրիմինգային սերվիս բացենք, որը կաշխատի։ Կինոդարանը մի հրաշք պրոյեկտ է, ինչի համար, որտեվ հեսա կբացենք ինչի համար, որտեվ ինքը թույլ է տալի մեզ հայկական կինոարտադրությունը զարգացնել։ Ինչի, որտեղ մենք աշխատում ենք փող։ Այսինքն մարդ վճարում է, որ նայ սերիալ կինո, մենք այդ գումարը վերցնում ենք, սկսում ենք նկարել, ինչքան շատ ենք վերցնում, այդքան շատ ենք ծախսում նկարելու վրա։ Հիմնականը սաղ ծախսում ենք նկարելու վրա։ Ինչքան ժամանակ արդեն գործում է։ 2 տարի։ Առաջին պրոյեկտը Սուրբն էր հենց։ 84-ի ամառը հենց որ production-ը մենք ենք արել, հա։ Տվորնակ Netflix-ը բավականին երկար production չէր անում։ Ինքը մենակ գնում էր արդեն ստեղծված գործերը ու մինչև հիմա էլ գնում է, բայց նաև հիմա production-ներ են անում։ Նույնը մեր մոտ է, լրիվ նույն կոնցեպտը, սաղի մոտ է նույն կոնցեպտը։ Բայց շատ ավելի արագ էլի հետո ասում։ Հա, որտեղ ստեղ պետք է արագ լինել։ Այսերեք բաժանորդագրվեցի կինոդարանին, չխափեմ։ Փողոստովը։ Հա։ Նայեցի շախմատիստի առաջի սերիան։ Ահա որ տպավորված էի, ոչ միայն վիզուալը, որտեվ ես միշտ ասում եմ, Ռուսաստանում էլ նույն process-ը գնաց, որ տեխնիկական թիմը շատ ավելի արագ է զարգանում, քան թե իմաստային։ Միշտ տենց է գնում ու ինչ որ պայթ ինձ թվում է այդ տեխնիկական թիմը արդեն չի պատրաստ չի ինչ որ տուֆտա գործերով զբաղվի, արդեն ման են գալի նորմալ սցենարներ, սկսում է զարգանալ սա։ Խզարեց էսի, այս